Ժողովուրդ ջան, կարծում եմ Փաշինյանի հույսը ու միակ հույսը այն է, որ դուք չեք կարդալու այդ փաստաթղթերը։ Առանց այդ էլ հատվածական են, բայց անգամ դա չեք կարդալու, որովհետև ես հասկանում եմ դուք ինչքան եք հոգնել այս բանավեճից, այս ցեղ շպրտոցից։ Դրա համար առաջարկում եմ ոչ ինձ վստահել, ոչ Փաշինյանին, այլ պարզ մի հատ հարցի պատասխանել։ Հիմա այդ հարցը ձեզ եմ ուղղում։ Ի վերջո ձեր նարատիվը այն է, որ Արցախը վաղուց հանձնված էր ու մենք տեղ ոչինչ անել չենք կարող։ Ու ձեր միակ հույսը այն է, որ այս դիվանագիտական տերմինաբանության մեջ մեր ժողովուրդը կկորցնի ճշմարտության թելը։ Ես դες պարզ հարց ունեմ ու առաջարկում եմ մեր հանրության ամեն ներկայացուցիչ այդ հարցը իրան տա։ Եթե Արցախը վաղուց հանձնված էր, Ալիևը ինչի՞ չէր վերցնում։ Ոնց ա եղել պայման, ասել է միջև Փաշինյանը չգա, ես չեմ վերցնելու, պիտի անպայման Փաշինյանի ձեռքից վերցնեմ։ Երկրորդը, այդ ով ա ձեզ հուշել այդ բանը, փաստարկը, որ գնայք լուծեիք բա եթե ինչ-որ նորմալ բանակցային տարբերակ կա։ Այսինքն, եթե կոնֆլիկտը չի լուծվել այս ընթացքում, ուրեմն կոնֆլիկտը պիտի լուծել, նենց ոնց որ Ադրբեջանն է պատկերացնում։ Ես դե շնորհավորում եմ, այո, դուք լուծել եք կոնֆլիկտը, լուծել եք նենց, ոնց որ Ադրբեջանն է պատկերացնում։ Ես դες խնդրում եմ ուրիշ կոնֆլիկտների լուծումով մի զբաղվեք, վախենում եմ պատկերացնել հայ-թուրքական կնճիռը ոնց եք լուծում։ Ես ուզում եմ մեր ժողովրդի ուշադրությունը դրա վրա հիմնվել, այսինքն հրավիրել։ Բանը ձեր միակ առաջարկը, այսինքն մենակ լուծենք բրծնենք, կապ չունի վերջնարդյունքը։ Լուծենք, բրծնենք, կապ չունի ինչ արդյունք ունի։ Շնորհակալություն։